Պարոն Շոբանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, առիթ չենք ունեցել խոսելու վաղ շաբաթում կայացած ընտրություններից, տեսակ, որ ՍՔՊ-ն միանգամից ջախջախել են, հաղթել են, խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը համեցեք եւ արդեն նաեւ մի քանի թեմաներ եք առանձնացրել։ Դե ի սկզբանե ինչ մեղքս թաքցնեմ, ես թյուրիմացության մեջ չեմ եղել եւ շաբաթի ընտրություններում վստահ եմ եղել, որ ԿՊ-ն հաղթելու է, որովհետեւ ԿՊ-ն շատ լավ դասեր քաղեց Գյումրիի ընտրություններից եւ ճիշտ վերաբաշխումներ կատարեց։ Կազմակերպչական ուրեմն լիքը հարցերի հետ կապված։ Նայեք, իրականում ԿՊ-ն շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ կիրառեց այս անգամ։ Հրապարակվեցին ուրեմն Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված ուրեմն բաները, ընդհանուր վարկանիշները ուժերի, որոնք դի մասնակցեին այդ ընտրություններում։ Եվ ըստ այդ վարկանիշների, ասենք թե ԿՊ-ականները պետք է ջախջախից պարտություն կրեին։ Սա մի կողմից։ Մյուս կողմից, երբ որ քարոզչության ընթացքում գնում էր աշխատանք, հենց իշխանությունների կողմից տրամադրված տեսանյութերի մեջ պարզ երևում էր, որ ասենք թե ընդդիմությունը ավելի շատ մարդիկ է հավաքում, հարցախույզները երբ որ անցկացվում էին հենց նույն իշխանական ուրեմն լրատվամիջոցների կողմից ու իրանք դա sense բացահայտություն էին տալիս, որը պարզ էր, որ պետք է դա շատ լուրջ զգուշացում առաջացներ, որ մարդիկ ասում էին, որ վաղ շաբաթում չի կարող լինի ԿՊ, իրանք ԿՊ-ին դեմ են, sense եւ այլն, ու ընդհանուր տպավորությունն է մինչև ընտրությունների օրը սկսվելու, ասենք թե sense զանգվածային քաղաքացիների մոտ տպավորություններ, որ ընդդիմությունը ջախջախից հաղթանակ է տանելու։ Բայց ես վստահ եմ, համոզված եմ, որ լինելու է խիստ հակառակը, որովհետև դրա հետ միասին, ասենք թե լիքը այնտեղ ծանոթ, բարեկամ, հարազատ, սպորտային նաև գծով, ասենք թե լիքը մարդիկ կան, որոնց լավ ճանաչում եմ, ինձ միշտ ահազանգում էին, զուտ նենց ընկերական կիսվելու բանով, որ շատ դաժան ձևով մարդկանց վախացնում են, գործից հեռացնելու սպառնալիքներով, այլ տեսակի հետապնդումների սպառնալիքներով, կոմպրոմատներով, տարբեր տեսակի ուրեմն բաներով։ Եվ իրականում բնակչությունը բավական ու դա պարզ երևում էր իմիջիայլոց։ Բնակչությունը բավական լուրջ ահաբեկված էր եւ վախեցած էր։ Եվ ընդդիմությունը շատ sense համոզված էր եւ վստահ էր, որ այդ մթնոլորտը, որ առաջացել էր, որ հանրահավաքների ժամանակ շատ մարդ էին գալիս ավելի քան ԿՊ-ի, մարդիկ շատ ջերմ էին ընդունում ամենտեղ, հա, տեխնացուին ընդդիմության, որ մարդիկ են, որոնք ճանաչվածություն ունեն, զոհված ազատամարտիկի ծնողա, որը նաև լուրջ մշակույթի գործիչ է, հա, բավական հետաքրքիր ուրեմն քարոզչական թեմաներ էին արձածվում, հա, ընդդիմության կողմից, խոստումների տեսանկյունից, շատ հետաքրքիր ու լավ բաներ էր առաջարկում, հա, նույն Սևակը բնակիչներին, ինչի դիմաց գրեթե ոչինչ չէր առաջարկում Տարգիշտին։ Եվ տպավորություն ունեցել, որ իշխանությունը հանձնված է, բացի թողի է թողել ընտրությունների իրավիճակը եւ սաղ ամբողջ հանրապետությունը, թվում է հենց Էջմիածնի մեջ իմ ընկերները, հա, ինձ ասում էին ընդհանրապես վերջերս։ Ընտրությունից երևի մի 2 օր ուր փաթորը մենք հանդիպել ենք, Կիրակյուն ընտրություններն էր։ Համոզված ասում են, չէ, ինչ ես ասում, Ջովանյան։ Ձև չկա, ջախջախելու ենք, սպանելու ենք ու եւ այլն։ Մենք պետք է դասեր քաղենք, որովհետեւ սա ոչ թե նա էր պատճառը, որ ընդդիմությունը պարտվեց, որ
վատ աշխատեց, սխալ աշխատեց կամ չէ, ես ինչ, ընդդիմությունը ամեն ինչ շատ ճիշտ արեց։ Այստեղ ընդդիմությանը որևէ ձևով մեղադրել ես չեմ ուզում, սակայն ընդդիմությունը պետքա մի հատ հետաքրքիր բան հասկանա, որ այս իշխանությունները այս ընտրությունների վրա տարբեր մեթոդոլոգիաներ են կիրառում, որպեսզի սովորեն, թե ինչ կեղծարարություններով եւ ինչ տեխնոլոգիաներով 26 թվականի ընտրություններում պետք է հաղթեն։ Պարոն Չոբանյան, այս ընտրությունների նաեւ իշխանությունները քրեոլիգարխիկ տարրերին խառնել այնպես չի էլի, այս իշխանության գործելավոճը տարօրինակ է կամ նոր է, նոր ոճ է, բանտերով են բախեցնում։ Նայեք, ինչ սարսափի մտնոլորտ են։ այն ինչ որ դուք ասում եք, գալիս է այն տրամաբանությանը, որի մասին ես ասացի, իրանք այդ ձեր ասած քրեոլիգարխիկ, ասենք թե համակարգը կիրառելով, տեսեք շատ համարձակ գնացին դրանց, որովհետև իրականում պետք է որ ժողովրդին դրանով վանեին։ Սրա մասին շատ խոսվեց, սրա մասին շատ քննարկվեց։ Ես դրա համար եմ ասում, կատարվեցին շատ հետաքրքիր տեխնոլոգիական պրինցիպներ։ Այսինքն արվեցին խիստ իրականությանը համար անհրաժեշտ հակառակ քայլեր։ Եվ նայեք, այս պարագայում հաղթելուց հետո լեզուները ինչի է երկարել, տեսեք մենք համարավուշի բան չարենք, բայց մենք հաղթինք, ժողովուրդը մեր կողմից է։ Միջազգային մամուլը երբ որ սկսում ես կարդալ, այս թեզն է գնում։ Հա, որ իշխանությունները բացահայտ ճնշումներ, բացահայտ հարձակումներ եկեղեցու վրա, բացահայտ այդպիսի խուլիգանական ակցիաներ, ուրեմն ծեծկռտուքների կազմակերպում, այդ նույն քրեոլիգարխ համակարգի կիրառում եւ այլն պարագաներում ժողովուրդը այնուամենայնիվ քպին տալիս է գեր մեծամասնության ձայների ծավալ։ Այսինքն այստեղ իրանք շատ լավ հասկացան, որ կա մի հատ ուրիշ տարբերակ, որտեղ որ կարելի է այդ տարբերակի մեջ աշխատել։ Այսինքն իրանք բացարձակ ցույց տվեցին, որ հետաքրքրված չեն ու տենց մի առանձնապես շատ ջանք չեն գործադրում այդ ընտրություններում հաղթելու համար, սակայն մյուս կողմից շատ քողարկված ձևով իրականացին բավական լուրջ քրեական հանցագործություն պարունակող ուրեմն գործողություններ, սպառնալիքներ, ահաբեկչություններ, ահաբեկումներ, ուրեմն եւ հենց հիմա էլ իմիջիալոց իրականացնում են։ Ասենք թե արդեն կա մի քանի ահազանգ, որ դպրոցի տնօրեններ, դասատուներ, դասախոսներ հեռացում են աշխատանքներից ԿՊ-ին չաջակցելու համար։ Սա նույնպես արվում է հեռանկարային թիրախավորման համար, մարդկանց դաս տալու համար։ Ամեն ինչ անում են, որ վախի, անհուսության, անհավատության մթնոլորտը հնարավորին չափ արմատավորվի։ Նայեք, երբ որ մինչև սրա իշխանության գալը, ես շատ անգամ լսում եմ, թե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, որ դե բա տիպը սրանց դեմ խաղ չկա։ Հիմա նույն մտածելակերպը սերմացվում է այս բնակչության մեջ։ Սրանց խոսում են մարդկանց հետ, որոնք ոչ ժեխ են, ոչ անգրագետ են, ոչ դեբիլ են, հայրենասեր են, հայրենիք են սիրում, սրան չեն սիրում, ատում են։ Բայց համատարած հանդիպում այդ երևույթին մարդիկ հուսահատված են, ոչ թե վախեցած են, այլ հուսահատված են, ասում է, ադե սրանց հետևում են ուժեր են կանգնած, սրանց հանել չի լինի։ Ու կոնկրետ այս արարքներով, նայեք, բացարձակապես բացահայտ հակապետական արարքներ անում այս մարդը։ Ընդհանրապես չի վախենում եւ որևէ տեսակի դրա համար հարվածներ որևէ տեղից չի ստանում, որովհետեւ արդեն մարդկանց մոտ այդ մտել է, հա, որ դե բա սրանց դեմ խաղ չկա։ Այն դեբիլը անասունը ոչ բարով էկոնոմիկայի նախարարը պատմական երևույթ Ադրբեջանից ուրեմն համակային ճանապարհով
Ցորենա մտել Հայաստան։ Պարզումա 4-րդ կարգի ցորենա, այն մի հատ sense թշերով մի հատ sense թլիկ մի հատ ոչ պակաս դեբիլ է։ Իրան է որ հարցնում են, ասում են, բայց դե անասնակերի ցորենա, ասում է ժողովուրդ ցորենը ցորեն չի։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Հիմա ես առաջարկում եմ այդ բերված ցորենը 4-րդ կարգի ցորենը անասնակերի համար է նախատեսնված։ Որպես օգնություն բաժանվի ԿՊ-ի ուրեմն ամբողջ անձնակազմի մեջ թող տանեն իրանց տուն այդ ցորենով հաց էփեն, տորտ թխեն ու ես չգիտեմ ինչ բաներ օգտագործեն։ Ու դա ցուցադրաբար ցույց տան ժողովրդին ապացուցում որ դա ցորեն է, կապ չունի 4-րդ կարգի ու անասնակերի համար է։ Թող իրանց կոնկրետ ուրեմն վարկով ապացուցեն բնակչությանը որ այդ ցորենը ենթակա է մարդու կողմից օգտագործման համար։ Իրանք անձամբ տանեն այդ ցորենը ու ցույց տան եթերում ոնց են այդ ցորենից իրանց երեխաների համար հաց պատրաստում, բրինչիկներ պատրաստում, հազար մի տեսակի ինչ որ ես չգիտեմ ինչեր թխում ու եւ այլն։ Ու գիտեք ոնց սա բերեց մի հատ հետաքրքիր երևույթի, ես ընդհանրապես 3 բավականից մոտիկ մարդ շատ ոգևորված ասում է որ այ հիմի կտեսնեք ինչ լավ է լինելու հեսա հիմի այդ ճանապարհով նաև ուրեմն հեղուկ գազ եւ օդ գազը գալու մտնի Հայաստան ուրեմն հեղուկ գազը մեքենաների լիցքավորման համար էականապես էժանանալու է ու բնակչության կարգավիճակը էականապես լավանալու է Ձեն չանեցի, որտեվ շատ համոզված էր ասում, շատ ոգևորված էր ասում, որտեվ այդ մարդուն բացատրելը դժվար է, էլի որ տղա ջան, ասենք թե այդ մեքենան քշում է բնակչության այսօր 15%-ը։ Բա այն 85%-ը, 70, լավ, 40%, 50%-ն են քշում մեքենան, ամենաանհավանականը ասենք, հա։ Բա այն 50%-ը, որ մեքենան չի քշում, այդ հեղուկ գազի էժանանալ իր վրա ոնց է ազդելու։ Այսօր ցանկացած խանութ մտնում ես, ես կատնամթերքն եմ հայտնաբերել, մնացածի մեջ չեմ խորացել, ոնց որ կարիքը չի եղել, չեմ տեսել։ Մոտավորապես 60-70 դրամով առանց ձեն հանելու, սուս ու քուս, ուրեմն դա թանկացել է։ Կատնամթերքը 60-70 դրամով թանկացել է։ Ոչ մեկ դրա մասին չի խոսում, բնակիչները չեն էլ ջոգում։ Գնում են, ասենք թե այն ապրանքը, որ 390 դրամով են առել, հիմա 450 դրամով է, առնում են, ոչ էլ հիշում են, որ դա եղել է 390 դրամ, ընդամենը մի օր առաջ, սուս ու պուս, այսինքն ամեն ինչը թանկանում է, թոշակները չեն բարձրանում, աշխատավարձները չեն բարձրանում եւ այլն։ Իրավիճակը շատ կարճ ժամանակ, որ շատ ծանր է լինելու սոցիալական տեսանկյունից, ընդամենը մի քանի 10-15 օրից կսկսի արդեն զգացնել տալ։ Նորից եմ ասում, թանկանում է ամեն ինչ բացարձակապես սուս, լուր ու մուռ, առանց որևէ մի բան ասելու։ Այս մարդը չի վախում այդ բանը անելուց։ Բացարձակապես։ Ես այս պահին, երբ որ տեսնում եմ իր ասածը, երբ որ ինքը հայտարարում է, որ վերջի 500-ամյակում Հայաստանը ապրում է իր լավագույն ժամանակահատվածը, Էսի գիտեք ինչ, ինքը ոչ թե համոզված է այդ բանում դրա համար է տենց բան ասում, ու դա իրոք իրականություն է, ու ինքը դրան հավատում է։ Չէ, ժողովուրդ, ինքը դրանով բարի բու կներեք եթերում այդ բառը ասելու համար, միզում է ձեր վրա։ Չարը խնդում է ձեր վրա։ Պարոն Չոբանյան, արդյոք իրենք վախեր չունեն, դե վախեր չունեին նույն վաղաշաբաթի ընտրությունների գիշերը գնացին նույն դիմադիրի, այսպես ասենք, աջակիցների տները, խուզարկություններ, ձերբակալություններ, Վարդան Ղուկասյանի տարին կալանքի, Դավիթ Համբարձումյանի տարին կալանքի, Վալերий Գրիգորյանը սպանվել է իր տան դիմաց համայնքապետերերի մասով, Տեսքան Վանտակյաններին հիմա կանդրադառնան, նույն Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր քրեական գործ են հարուցել, խնդրեմ այս մասով նայեք։ Չէ, Մարիամիկ ջան, իրանք վախեր չունեն, դա վախի հետևանք չի։ Դա ամենաթողության, դա անպատժելիության դրսևորում է, երբ որ քեզի թույլ են տալիս ու դրա համար քեզ որևէ պատիժ չի ասնում,
սկսում ես լկստվել, երես առնել, ավելի անել, ավելի շատ անել, ավելի հանդուկն անել, ավելի այրասերված անել։ Ու ինքը հենց դա էլ անում է։ Ինքը դրանով ցույց է տալի, որ ինքը թքած ինքը չի վախում, որ դա կարա առաջացնի ընդհանուր քաղաքացիների դժգոհությունը եւ նրանց ոտի հանի։ Չի վախում։ Ինքը հենց ցույց է տալի, որ չի վախում։ Ինքը ինչ ուզում է անում է, ինչքան ուզում է անում է ու քանի անգամ ուզում է անում է։ Այո, ինքը անմիջապես մտավ ընդդիմադիրների մոտ, խուզարկություններ, այնտեղ ձերբակալումներ, հետո ինչ որ մեր կողքը բաց թողեցին եւ այլն եւ այլն։ Այն Սապսոնյանին ու Վազգենին կալանավորեց նորից ինչ որ, չգիտեմ, ինքը Ղուկասյանին կալանավորել է եւ Ղուկասյանին այլևս բաց չի թողնել։ Ինքը եւ խոսք էր տալիս անկախ դրանից ով ընտրվի, ինքը զավթելու է իշխանությունը Գյումրիում։ Ուղղակի զավթելու է։ Գյումրեցիներն էլ ձեն չեն անում։ Այնտեղ հելա չէ, հեսա գնալու ենք Երևան, կռիվ ենք տալու մեր քաղաքապետին, պահանջելու ենք եկան, չեկան, Աջապայանի համար գյումրեցիները եկան, չեկան, հենց հիմա գյումրեցիները ինչ որ մի բան անում են, այդ մարդու համար, այդ զոհության և զոհաբերության գնացած մեր օրինակելի վանականի համար, ես լայնամասշտաբ ըմբոստություն չեմ տեսնում սրա արարքների վրա, ինչից վախենա։ Ինչ ուզենալու է անելու է այս պահին մարդը։ Ու ինչքան կուզենա, այդքան էլ կանի։ Նայեք, այսօր Դե նայեք, բոլոր դեպքերում հենց ի սկզբանե Ղուկասյանը այնքան խելացի մարդ էր, որ ինքը զգուշացրեց, չէ, որ հենց որ ինքը դառավ քաղաքապետ, ինքը գրեթե անմիջապես կալանավորվելու է։ Եվ ամեն տեսակի բռնաճնշումներ իր նկատմամբ եւ իր ընտանիքի նկատմամբ կիրառվելու են։ Ցուցադրական, որպեսզի մյուս համայնքներում հանգարց ընդդիմադիր որևէ մեկը չհամարձակվի փորձել ուրեմն ԿՊ-ին հաղթել, որովհետեւ հետևանքը դա է լինելու։ Ինչ վերաբերվում է որդուն կալանավորելու հետ կապված, դե որդու վրա շուտվանից կային տարբեր տեսակի քրեական գործեր, ոմանք նաև օբյեկտիվ, եթե ճշմարտության բանով, բայց նայեք, սա ամեն ինչ շատ հետաքրքիր ձևով պահվում էր, չէր առարկայավորվում, այնքան ժամանակ մինչև ընտրությունները ավարտեցին։ Հիմի ավարտելուց հետո ընտրությունների, կարծես թե դուք հիմի կարաք հարց տայեք, բայց կարար Վարդանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի ինքը չընտրվի, կամ հրաժարվի, կամ պարտվի, կամ չգիտեմ, սկզբից էդի աներ, չէ։ Խնդիրը նրանում է, որ այ դու կարաս ընտրվես օրինական ճանապարհով, բայց ես այդ իշխանությունը մեկա զավթելու եմ։ Ոնց որ 18 թվին զավթեցի, ոնց որ 21 թվին ընտրություններին զավթեցի, ես ինչքան պետք է, որտեղ որ պետք է, դուք կռվեք, պայքարեք, փող ծախսեք, ժողովրդին sense տրամադրեք, եկեք ընտրվեք, ես մեկա գալու եմ մտե, քրեական գործով ամենտեղ էլ այդ նույն բանը արեց, չէ։ Ամենտեղ արեց, չէ, այդ նույն բանը։ Գորիսում, Կապանում, որտեղ որ ընդդիմադիրները անցան, անմիջապես տարբեր քրեական գործեր ի հայտ եկավ անմիջապես, մարդկանց կալանավորեցին ու զավթեցին։ Ինքը դա է ցույց տալի։ Ինքը ցույց տալի, որ այ մեկը չեք կարա թպրտակ, ինչ ուզենամ պետք է անեմ։ Այս ամեն ինչի հետևանքը ես իմ կարծիքն եմ հայտնում։ Ես չեմ պնդում, որ ես ճիշտ եմ ասում։ Կարող է դուք ճիշտ եք ասում, կարող է իրոք վախեր են։ Բայց ես դες չեմ կարծում։ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ խնդրեմ ընդգծված, չգիտեմ, քինախնդրությունը, վրեժխնդրությունը ինչի դրսևորում է։ 6 ամիս
Նայեք, բացի դրանից, որ պահելու են կալանքի տակ, առաջի հայացքից բավական վտանգավոր ուրեմն խաղեր է խաղում իշխանությունը, հա, որովհետև կին արմատ, ասենք թե մեղադրանքը զրոյական, անհասկանալի, խուճուճ, ուրեմն որովհետև ապացույցներ չկան, որովհետև վկայություններ չկան, ոչ մի բան չկա, բայց 6 ամիս այս մարդուն պահել են։ Ոչ թե պահել են, որովհետև ոնց որ դուք եք մտածում, որ իրանից վախենում են, որտեղ վախենալու բան չկա այդ կնոջից։ Բագրատ Սրբազանից կարելի է վախենալ, բայց ոչ Լիդիա Մանտաշյանից, հա։ Սա նույն ուրեմն նայեք, պետքա Ռուսաստանի քաղաքացի կանոնավորեմ, ու առանց որևէ հիմնավորման, անընդհատ կալանքը երկարացնեմ, հա, Սամվել Կարապետյանի մասին ուրեմն կանեմ։ Որ պահին, որ տեսնում եմ մեսի ինչ-որ հարցեր առաջացնում, կառաջացնեմ քրեական հետապնդում հորինված մի հատ հոդվածով։ Ուրեմն փողերի լվացում այսօր, անգամ փողոցում սոված ընկած բոմժին կարելի առաջադրել։ Լուրջ եմ ասում։ Փողերը մուրացկանությամբ փողերը հավաքում է, այդ փողերից հարկերը չի տալի, լիքը ուրիշ հարցեր, ցանկացած բոմժի հանդեպ այսօր փողոցում սոված ընկած, անտուն, մուրացկանությունով զբաղվող, առողջություն չունեցող, ուրեմն բոմժի նկատմամբ կարելի է այսօր քրեական գործ հարուցել, հարկերը թաքցնելու եւ այլն։ Փողը հավաքում մարդկանցից արա։ Եկամուտ է, չէ՞, բայց դրա հարկերը պետության նախի չես տալի։ Ես շատ ենթադրում եմ, որ շուտով էդ էլ առնել։ Ոնց որ բոմժեր, ջաններդ յուղեք։ Լուրջ եմ ասում։ Չեմ հեգնում։ Լիդիա Մանտաշյանի հետ կապված խնդիրը միայն նորից ուժի տեսանկյունից ժողովրդի հետ խոսալու մոլուցքն է։ Որ այս այնքան ուժեղ եմ, որ այսպես բանը կանեմ, ինչքան պետք է կանեմ, ինչքան կուզեմ կանեմ։ Կապ չունի կինա, տուն երեխա ունի, ինչ որ չգիտեմ ինչ որ կապ չունի, որ Ստեփանի նման ասենք թե, հա, բացարձակապես առողջություն չունեցող մարդ, որ դիալիզի կարիք ունի, ասենք թե ամիսներով պահեցին կալանավայրում։ Բառը բուն իմաստով իրան սպանելու համար։ Ցուցադրաբար են անում այդ ժողովուրդ։ Իրանք ցուցադրաբար անում են, որ իրանց ասում են, որ իրանց համար ընդհանրապես կապ չունի ոչ մի բան։ Ոչ մի արժեք։ Պետության առաջ վաստակ, ժողովրդին մատուցված ծառայություններ, ազգային համարժեքներին եւ ինքնությանը ուրեմն համապատասխան հեղինակություն իր, ասենք թե մշակութային, գործնեակ տեսակի, բազմաթիվ տեսակի ուրեմն արած քայլերով, որ բացարձակապես որևէ տեսակի քրեական կամ չգիտեմ իրավաբանական օրենքների խախտման մեջ չներգրաված մարդկանց ինքը հենց այնց հավեսի համար կարա մտնի տուն կալանավորի։ Մի հատ խուզարկություն անի, ոչ մի բան չգտնի։ Ձևի համար ինչ որ մի հատ տանկոմբ գողանա տանի, գողի նման, որ հետևի շարքերից պատահական երևում է, էլի որ կոմպ են տարել, էլի։ Ու բանա, ինչ որ մի հատ անկապ բան անի, որ այս մարդը իր հարևանի հետ խոսալուց այ կոչ արել, որ վաղը չէ միսուրվա հետ կապված միցինգում ինքը գնա մասնակցի, որտեղ դա շատ կարևոր է։ Սա քրեորեն հետապնդելի հանցագործություն է ու մարդուն կալանավորում են ու անընդհատ 2 ամիսը մեկ երկարաձգում են կալանք առանց մեղադրանք ներկայացնելու, առանց դատական process սկսելու։ Իսկն հասկանում եք ինչի մասին է խոսքը, մարդուն մեղադրում են, որ ինքը հարևանի հետ խոսալուց իրան ասելա կարողա դու էլ գաս միցինգի, արի միասին գնանք խոսքի։ Այսինքն սրա մեջ մտնում է որ դու դրթել ես, ստիպել ես, ուրեմն պարտադրել ես, որ ինքը գա իրականքին հակառակ, մասնակցի ինչ-որ հանրահավաքի, sense բաներով։ Այսինքն նոր sense օրենքներ են հորինել, որ աշխարհում տենց նման օրենքներ գոյություն չունեն, այսինքն այսօր նույն եկեղեցուն այդ հոդվածներով են հետապնդում։ Այն 18 անմեղների գործը որ նայում ես, այն որ բազմաթիվ քանակությամբ ուրեմն հոգևորականների կալանում, բոլորը նույն մեղադրանքն են ներկայացրել։
Պահանջել են, հորդորել են, ստիպել են, կանչել են, բան, որ իրանք գնան հանրահավաքների մասնակցեն։ Էդի այն դեպքում, որ ասենք թե ցանկացած եկեղեցու ուրեմն քահանան, եթե որոշի գնա հանրահավաքի մասնակցել, ինքը իր անձով գնա մասնակցի, իրավունք չի պետք է ինչ-որ մեկին ասի, որ հետևից գան։ Այնտեղ իրան տեսան, իր հավատացյալ հոտը գալու է իր հետևից ընդ է։ Ինչի մասն, ինչ որ մեկին համոզի, քարոզի բան։ Ինչևից է, ուզում եմ ասեմ, որ խնդիրը սրա մեջ է։ Լիդիա Մանթաշյանի հետապնդումը դա ժողովրդին բնակչությանը ահաբեկելու, սպառնալու, վախեցնելու գործողությունն է։ Ուրիշ ոչ մի բան։ Ինքը ոչ վախում է նրա ազատության մեջ լինելուց, շատ լավ էլ գիտի, որ ոչ մի հետևանքի չի լինելու, եւ այսօր ինքը տեսնում է, որ նաեւ բնակչության արձագանքը ընդհանրապես այն քանակությամբ մարդիկ են, որ դատարանի դեմ հավաքվում են, չկա sense լուրջ մեծածավալ ըմբոստություն։ Այդ նույն ձևով մենք հանձնեցինք մեր բանդարկյալներին Բաքվում, այդտենց առանց որևէ բան պահանջելու, առանց ըմբոստանալու, առանց խիստ ձևով իշխանությունների առաջ, ասենք թե մի 300,000 հոգի հավաքվեին առանց որևէ խուլիգանությունների, առանց որևէ մի կարգ խախտելու, խաղաղ ձևով գնային իշխանությունների դռները մեր Բաքվում կալանավորների նկարներով եւ ասեն, արա, միջև իրանց չբերես Հայաստան, մենք ստեղից չենք եթում ոչ միտեղ։ Մենք արինք էտի, վրացիները էտի անում են։ Ֆրանսիացիները դու մի հատ փորձել է Ֆրանսիայում, մի հատ անես մի հատ գործողություն, որ էսի անում է ամեն օր։ Ամբողջ երկիրը դառնում է ապստամբության մի հատ մեծ կենտրոն, մի հատ մեծ ճամբար։ Անկարգություններով, անհնազանդություններով, տուրտնփոցով, ոստիկանները մեծ քանակությունով հիվանդանոցներ են գնում։ Մեզի պետք չի դա անել։ Մենք դրա կարիքը չունենք։ Պետք է ջարդել, փշրել, ծեծել եւ այլն եւ այլն։ Արա, բայց թասիբ ունեցեք։ Այն դրանց որ դուք հանձնիկ, վաղ միսօր ձեզ են ձևի հանձնելու։ Հարգելիներս, քանի ընտանիքներ կան, որտեղ դուք ունեք եղբայր, հայր, որդի, որոնք այսօր ամենա մի X կետի ժամանակ կհայտնվեն Բաքվի բանտերում, որպես իրանց պետության դեմ հանցագործություն կատարած, որտեղ իրանք կռվել են հանուն հայրենիքի։ Քանի ընտանիք ունենք այտենց։ Դրանց որ հանձնեցինք, սրանց էլ եք հանձնելու։ Ինչ եք անելու։ Ցուցակա չէ ներկայացրել այս մարդը։ Այս մարդը, այսինքն խոսքը Ալիևի մասին է։ Այս հորեղբոր տղեն է, թե հորեղբոր աղջիկն է, թե սա իր հորեղբոր աղջիկը, հա, գերագույն մեր թշնամու մասին է խոսքը ներքին։ Սրան ցուցակ կա տվել, որ պետք է արտահանձնի նրան իր մոտ դատարաններում դատավարելու համար։ Այնտեղ որ 7 հոգու ցմա բանտարկություն, մնացածին ասենք թե 16-ից մինչև 20 տարի բանտարկություններ, բաներ։ Ոչ մեկիդ վեճը չի, չէ, թքած ունեք ժողովուրդ։ Նույն բանը որ ստեղ են անում, ասենք ստեղի կալանավորները այսօր, դրանցից ինչով են տարբերվում, որ նույն վատ վերաբերմունքը բանտերում, ապօրինությունները ամենտեղ, ամենուրեք, ամեն քայլի ժամանակ, դատական գործավարությունների ժամանակ, ուրեմն հոդվածների օգտագործման եւ կիրառման հարցերում փաստաբանին են կալանավորել Կոչուբաևին, մի հատ լուրջ փաստարկ, մի հատ լուրջ մեղադրանք ներկայացվել այդ մարդու միջև հիմա ոչ։ Ով է Լիդիա Մանթաշյանը։
Իմ համար ինչ որ մի հատ Լևոն Մնացականյան է բանում Բաքվի բանտում նստած։ Հա, ինչ ա, որ այդ հերոսներին որ դատում են այնտեղ, վсё իրանք չկան էլ բրծավ։ Այդ նշանակում է, որ Բաքուն իրանց ֆիզիկապես ոչնչացնելու է։ Ոչնչացում է այդ նշանակում, որ այդ մարդկանց գալու վերադառնալու։ Այս իշխանությունների պարագայում հնարավոր չի։ Եվ դե բա հա Ադրբեջանից ու Թուրքիայից խնդրում եմ ինչ հայտարարություններ անդրադառնալ Միջանցքի վերաբերյալ Դե եմ ասում, երբ որ այս մարդը ասում է, երբ որ մեր 500 տարվա մեջ մենք լավագույն ժամանակաշրջանն ենք ապրում, այդ լավագույն ժամանակաշրջանը այդ Լիդիա Մանթաշյանն է, Բաքվի բանտերում մեր հայրենակիցներն են։ Եռաբլուրը այսօր ընդամենը 3 եմ եղել։ Անծայրացի սենց ինչ որ բաներով։ Երբ որ այս մարդը անընդհատ ու անընդմեջ խոսում է, այ խաղաղություն, ես բերեցի խաղաղություն, ես արեցի խաղաղություն։ Իսկ Ալիևը հայտարարում է, որ խոսքը գնում է Զանգեզուրի միջանցքի մասին եւ ցուցադրում է ժողովուրդ փաստացի տեսա գրություններ, տեսա երիզներ, հայտարարելով, որ երկաթգծի Զանգեզուրի միջանցքի իր հատվածը ամբողջությամբ կառուցված է եւ ավարտի է հասցնում նաեւ ճանապարհային հատվածը։ Զանգեզուրի միջանցքի մասին է խոսքը, ոչ թե Տրամպի ուղի կամ Տրամպի ճանապարհ կամ չգիտեմ ինչ, Զանգեզուրի ճանապարհի մասին է խոսքը։ Եվ այս խաղաղության պարագայում Ալիևը ընդամենը 2 թե 3 օր առաջ նորից հայտարարություն արեց, ընդ որում միջազգային, եթե չեմ սխալվում, այդ իսլամական բանի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը արհեստական երկիր է եւ ամբողջությամբ կազմավորվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Այսինքն ինչ խաղաղության մասին է խոսքը։ Այն խաղաղության մասին, որ այս մարդը ասում է, որ դուք երկիր չունեք, այդ երկիրը իմս է։ Հիմա դուք ասում եք, որ հա, բայց դե կրակոց չկա սահմանում, մենք երեխեքը նախ կրակոց կա եւ երեխեքը զոհվում են, բայց դա գցում են բանով, ներքին կանոնակարգի խախտման անվան տակ, էլի, հա։ Բայց ինչի կրակի սահմանում։ Նա հարց տվեք, էլի, խինքը սահմանում ինչ որ միջադեպեր առաջացնի, Ադրբեջանի մասին է խոսքը։ Ինքը առանց մի կրակոցի ինչ որ իրան պետք է ստանում է այս երկրից։ Այս գերագույն թշնամին ամբողջությամբ սպասարկում է սրա շահերը։ Սրա իրանց հոգևոր առաջնորդի եւ այլն եւ այլն։ Եվ այդ ֆոնի վրա Ֆիդանի հայտարարությունն է, հա, ձեզ հիշացնեմ, որ ասեց մինչեւ որ վերջնական բոլոր դիրքերը, բոլոր դրույթները համաձայնեցված եւ ստորագրված չլինեն խաղաղության պայմանագրի մեջ, որովհետեւ տեսակի հարաբերություններ Թուրքիան Հայաստանի հետ մտադիր չի հաստատելու, սահման բացելու ու եւ այլ հարցեր կարգավորելու։ Այսինքն այստեղ խաղաղությունը որտեղ է։ Այսինքն այդքան նու հա, բարձր լիքը միամիտ մարդիկ կան, որ հա դե խաղաղություն ա բերել։ Ես շատ եմ լսում, որ ծնողը առևտրական է թվում։ Զատը լսել եմ, առևտուր անող առևտրական փողոցում կանգնած խնձոր ծախողը։ Զատը իմ երեխեն չի գնալու Հարաբաղի համար զոհվելու։ Ու սա դարձրել են արդեն ֆետիշ, այսինքն մարդկանց մեջ, հոգեբանության մեջ չեն մտցրել, որ այս խաղաղությունը կապ չունի, որ կմնա մենակ Երևանի, ասենք թե Ամիրյան փողոցը։ Էնել ոչ հայկական պետականության վերահսկողության տակ։ Զատո կարևոր է, որ ինքը Ամիրյան փողոցում իր խնձորը կծախի, իր երեխան բանակում չի ծառայի։
ու սա շատ նենց լուրջ հիմնովի դրած է մարդկանց հոգեբանության մեջ։ Բայց ես ուզում եմ մի բան զգուշացնեմ բոլորիդ։ Դուք երևի այս ամեն ինչի հետ միասին ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված ոչ հետևում եք, ոչ էլ հետևություններ եք անում։ Նայեք, խաղաղությունը հաստատելու համար եւ Ռուսաստանի գրեթե բոլոր պահանջները կատարելով մինչև նոյեմբերի 27-ը վերջնաժամկետ են տվել ուրեմն Ուկրաինային։ Այս հետևանքի հետ կապված ամբողջ Եվրոպան, ՆԱՏՕ-ն ուրեմն խառնվել է իրար, որովհետև դրան դեմ է։ Եվ փորձելու է հնարավորին չափ խոչընդոտելու այդ գործողությանը, դրդելով եւ ստիպելով, որպեսզի Ուկրաինան շարունակի պատերազմը։ Բայց Ուկրաինայի համար պատերազմի շարունակելը այսօր, ես պաշտոնական ասում եմ թվեր, ոչ թե Ռուսաստանի կողմից հրապարակված, որովհետև Ռուսաստանը հրապարակումը իրան ձեռ չի տալի ամբողջությամբ հրապարակի։ Բացարձակապես ձեռ չի տալի, ինքը հրապարակումը եղածի երևի մի 3-ից 4%-ը, հա։ Բայց ամենօրյա ռեժիմով երկու կողմից սենց սկզբից ասեմ, որ չմտածեք մենակ Ուկրաինայի մասին եմ խոսում, հա, երկու կողմից մինիմում զոհվում են 3000 հոգի մարդ, որից ընդամենը 10-15%-ն են կազմում ռուսները։ Ուրեմն տարածքների հանձնելու արագությունը համեմատած 24 թվականի հետ, այնտեղ կա որոշ չափելություն զինվորականության մեջ, հա, երբ որ առաջ խաղացման զորքերի, ուրեմն օրը, ժամը եւ տարածքի քանակությունը համակարգված ձևով այդ չափելության իմաստով, հա, ուրեմն առնվազն 38%-ով ավելացել է Ռուսաստանի մոտ։ Սա սարսափելի մեծ թիվ է, ասեմ իմանաք։ Այսինքն ամենօրյա ռեժիմով ազատագրվում են բավական լուրջ բնակավայրեր, ու չեն ազատագրվում, գրավում են, սենց ասեմ, որովհետև չեմ ուզում նաև ուկրաինացիներին վիրավորել։ Վերջին հաշվով երկիրը կռվում է։ Ճիշտ է, կռվում է փողով, զենքով, դրսի կողմից մատակարարված, չգիտեմ ինչով էսի միջ, բայց կռվում է։ Հիմի ինչ որ է, դիմադրում է, որը հարգանքի արժանի երևույթ է, բայց Ուկրաինան այլևս փաստացի եւ եւս մի առժամանակ անց այլևս լուրջ դիմադրություն որևէ ուղղությամբ չի կարա ցույց տալ։ ամբողջ ճակատով ռուսները այս պահին իրականացնում են ուրեմն հարձակումներ։ Կոնկրետ գնում են առաջ, ամբողջ ճակատով որևէ դիմադրություն այլևս ուկրաինացիները չեն կարողանում ցույց տան ռուսներին։ Հիմա, եթե ռուսները ընդամենը պահանջեցին ուրեմն այդ տարածքում, Ուկրաինայի տարածքում, ինչ որ մի մասը, հա, Դոնբաս, Լուգանսկ, Սևաստոպոլ, մեկ էլ Ղրիմ։ Ապա կարա գա մի պահ, երբ որ Պուտինը Զելենսկիու հետ կխոսանա, ոնց որ հիմի Ալիևը խոսում է այս գերագույն թշնամու հետ։ Ու կարող է պատահի, իսկ Ռուսաստանը չի թաքցնում, որ եթե առաջնային պատճառները պատերազմի սկսվելու չվերացվեն, ուրեմն ինքը ամբողջ Ուկրաինան է ուզում։ Ռուսը չի թաքցնում դրա մասին, ինքը ազնիվ ասում է։ Եթե առաջնային պատճառները չեն վերացվում, ուրեմն ես նպատակ եմ դնում ամբողջ Ուկրաինան գրավել եւ միացնել Ռուսաստանին։ Այսօր Զելենսկու պահվածքը նույն Փաշինյանի պահվածքն է։ Այսօր ինքը փաստացի հանձնում է երկիրը մենակ նրա համար, որ ՆԱՏՕ-ի ինչ որ եսի ինչ ուրեմն կորպորացիաներին
Անհրաժեշտ է որ այդ պատերազմը շարունակվի Ռուսաստանին թույլատնելու համար։ Ունեք Ռուսաստանը ինքը չի թաքցնում, ասում է այո, մեր տնտեսության վրա այս սանկցիաները ազդում են։ Այո, մեր տնտեսության վրա այս պատերազմը ազդում է։ Բնականաբար այս ամեն ինչը չլներ, մեր վիճակը, սոցիալական վիճակը, բնակչության վիճակը լինելու էր ավելի լավ։ Միանշանակ։ Բայց արդյոք այն սպառնալիքը, որ կար պետության առաջ, պետության մասնատման, վերացման, ոչնչացման, համեմատելի է այն զրկանքների, որը մենք հիմա ունենք։ Ասում է ոչ։ Մարդը ասում է, մեզի պետք չի այն աշխարհը, որտեղ որ Ռուսաստան չի լինելու։ Ոնց որ Յուգոսլավիան չեղավ։ Ոչնչացին չէ Յուգոսլավիան, ծաղկող երկիր էր։ Շատ լավ, շատ հավեսով ծաղկող երկիր էր ժամանակակից ամբողջ սոցերկրների մեջի ամենաժամանակակից երկիրն էր։ Ընդ որում սոցերկրից ամենաանկախ երկիրն էր։ Ռումինացիների նման բրոստիտոն նույնպես չէր ենթարկվում սովետին։ Այսինքն, դա ինձ չէր էլի որ այդ սովետի դեմ գործողություններ sense բաներով օգտվեցին Ելցինի թույլ լինելու հանգամանքով եւ Ռուսաստանի, ասենք թե մարտավարական գործընկերոջ նկատմամբ կիրառեցին պատերազմական գործողություններ։ Ընդ որում բռնի, ապօրինի, խայտառակ ձևի բնակչությանը եւ բնակելի տարածքներ եւ բնակելի ինֆրաստրուկտուրաները ուրեմն ամբողջությամբ ռմբակոծելով։ Յուգոսլավիան քանդեցին, նույն բանը Ռուսաստանի հետ են ուզում անեն։ Բայց այսօր Ուկրաինան մտածում է, որ ինքը այդ խնդիրը չունի։ Ինքը տեղեր ունի, որտեղ որ Լեհաստանն է պահանջում հողամասեր Իրանից։ Մի կտոր ունի, որ Հունգարիան է պահանջում Իրանից տարածքներ։ Ուրեմն դե ռուսական պահանջները էլ չեմ ասում, հա։ Ուրեմն գրեթե բոլոր իր հարևան երկրները տարածքային խնդիրներ ունեն Ուկրաինայի հետ։ Եվ բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամներ են։ Դուք կարծում եք, որ այս ամեն ինչը Զելենսկու քթից դուրս չի գալու, դուրս է գալու։ Բայց նայեք, ես ինչի եմ այդքան խոսում ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, որովհետև սա շատ անմիջական ներազդեցություն ունելու մեր տարածաշրջանի վրա։ Եվ հատկապես շահկապված Իրան, ուրեմն Չինաստան, Հնդկաստան, ուրեմն Ռուսաստան, ուրեմն այս քարյակի հետ։ Ռուսաստանը փաստացի աշճանաբար գալիս այն վիճակի, երբ որ ինքը նաև հնարավորություն ունի արդեն իր արտաքին քաղաքականության մեջ ուշադրություն դարձնելու ուրեմն այս մարտահրավերներին։ Այսինքն ինքը խնդիր ունի պաշտպանելու Իրանը եւ ինքը խնդիր ունի ավելի ուժեղացնելու եւ հզորացնելու իր մարտավարական եւ ուրեմն ստրատեգիական ուրեմն գործընկերությունը Հնդկաստանի եւ Չինաստանի հետ։ Այս ամեն ինչը բերելու է նրան, որ ի վերջո նաեւ իր շահերը Հայաստանում ինքը նույնպես պիտի պաշտպանի, որովհետեւ դա շատ շահ կապված է, հա, տարանցիկ ուրեմն ճանապարհների հետ, երբ որ քարտեզը նայում ես, հա, Պարսկաստանի հետ կապի, ուրեմն Հայաստանի, Պարսկաստանի միջոցով, ասենք թե Չինաստանի եւ Հնդկաստանի հետ կապի, եւ մնացած ուրիշ հանգամանքների, հա, ուրեմն բնական է, չէ, որ այս ամեն ինչը շատ լավ է հասկանում Ալիևը։ Եվ Ալիևի գործողությունները այս պահին շատ ավելի խիստ են լինելու, շատ ավելի պահանջկոտ են լինելու եւ մեր պետականության համար շատ ավելի ցավոտ են ըլնելու ու սա էլ ամեն ինչ տալու է ըստ ինձ։ Դե հիմի գնալ խոսավոր մենք մեր ժամանակը մեր վերջի 500 տարվա ընթացքում ամենալավագույն ժամանակահատվածն ենք ապրում։ Ուղղակի հետաքրքիր է, էլի, ասենք թե այդ վերջի 500, դա էլ է խաբեբայություն, հասկանում եք, որտեղ 500 տարվա մեջ
ասենք թե 500 տարին երբ է եղել։ Վերջի 500 տարվա մեջ ասենք թե մենք ընդհանրապես պետականություն չենք ունեցել միառժամանակ։ Հետո պետականություն ենք ունեցել 18 թվականին ընդամենը մի 2 տարի, մինչև որ Կարմիր բանակը ուրեմն իշխանա զավթում իրականացեց եւ դաշնակներին հեռացեց իշխանություններից եւ հետո դրանից հետո ասենք թե Հայաստանը սովետի տրամադրության տակ է եղել, ասենք թե սովետի ժամանակ Հայաստանը վատ է ապրել։ Հարց եմ տալիս, այդ վերջ 500-ամյակի լավագույն ժամանակահատվածը որ ասում ես, ասենք թե հա մենք ինքնուրույն պետականություն որպես այդպեսին չունեինք, բայց գործ ունեինք, վաղվա օրվա վրա համոզված էինք, նորմալ երեխեք գնում էին բանակ ծառայում գալիս էին, աշխատանքը բոլորի համար պարտադիր էր, չաշխատելու համար դատում էին, կոչվում էր наказание за тунеядство, սկզբից 15 սուտկա, հետո 3 ամիս, հետո 6 ամիս, հետո մինչև 2 տարի կարող էին դատապարտեին չաշխատելու համար։ Տված աշխատավարձով մենք կարողանում ենք ոչ թե մենակ տները պահենք, այլ նաև գործողումներից բացի, ասենք թե գնանք նաև հանգստյան վայրեր։ Ընդ որում, հա, սովետի տարածքում, բայց վատ տեղեր էին գնում, եւ Պատորիա, Սոչի, Ադլեր, չգիտեմ, վատ տեղեր էին գնում հանգստանալու։ Բացարձակապես։ Միայն արձակուրդային գումարը հերիքում էր, որ մենք այդ արձակուրդային գումարով գնանք արձակուրդ վայելեինք։ Մենք այդ ժամանակ վատ էինք ապրում, մենք հիմա ենք լավ ապրում, այ դեբիլ։ Մեր հիմիկվա լավագույն ժողովուրդը էս հիմա է, երբ որ ապրանքդ ամեն օր թանկանում է, թոշակառուներդ ամեն օր ընդամենը 3 ավանի խանութներից մեկում թոշակառուն 20000 դրամ ստացող թոշակառուն, փողը կորցրել էր, նստել էր խանութում ու լացում էր։ Տարիքով կին, մոտ 99 մոտ տարեկան։ Որտեղ բնակիչները ինչ որ մի բանով փորձում էին բանանը, որտեղ սոված էր, քաղցած էր։ Էդ է մեր լավագույնը։ Եռաբլուրն է մեր լավագույնը։ Այսինքն սովետական ժամանակահատվածում մենք ունեցել ենք, չէ՞ տենց եռաբլուր, էշ։ Մենք տենց ռազմական պանթեոն ենք ունեցել։ Իսկ ինչի մասին ես խոսում, արա։ Թե ամեն օրվա ստերիտ ես ասում որ լավագույն ժամանակահատված, որովհետև սա այդ ստերիտ sense բան են անում, էլի։ Ծապ տալով անցկացնում։ Զատո մեր վարչապ, մեր սուտը շատ էլ որ սուտ ասեց։ Շատ էլ որ խապեց։ Արագաչափերներ միանշանակ պիտի հանվի, կարմիր գծեր պիտի ջնջվեն, իրանց տանը մեջ գծվեն, ասենք բաներ էր, չէ՞ ասում։ 160,000 դրամ դառավ կարմիր գծերը, բաները ավելացան արագաչափերը։ Այս մարդը իր որ մի խոստումն է կատարել։ Ինքը խաղաղության պայմանագիր ունի այսօր։ Ինքը որ ասում է խաղաղություն են բերել, ստորագրված պայմանագիր կա այսօր։ Եթե ինքը համարում է որ Տրամփի մոտ դե համաձայնագիր է եղել, դե պայմանագիր չի։ Իրանք Տրամփի մոտ ստորագրել են, որ համաձայն են այսինչ դրույթների շուրջ կազմել միգուցե ինչ որ էսի ինչ, որի երկու կարևորագույն հարցերում ալիվը համաձայն չի եւ համաձայնություն չի տալու, ասելու է փոխի սահմանադրությունը, դրոշներն է փոխել տալու։ Հանգած մի վարքյան չկասկածեք։ Վերադարձրու բնակիչներին, ադրբեջանցիներին Հայաստան, մեր 500 տարվա լավագույն ժամանակաշրջանն է։ Եվ նաև շատ քչերը գիտեք դրա մասին։ Պահանջել է բոլոր այն բնակավայրերը Հայաստանի տարածքում, որոնք ունեցել են ադրբեջանական անվանումներ, պետք է այդ անվանումները նորից վերափոխվեն եւ դառնան ադրբեջանական անվանումներով։ Մեր վերջի 500 ամյակի լավագույն ժամանակաշրջանն ենք ապրում։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Ես եմ շնորհակալ։